Ինքը ծնվել է անկախ մեր կամքից։ 4-րդ երեխան այդ տարիներում ունենալ ինձ թվում է հերոսություն էր։ Ամբողջ 9 ամիսները մենք մայր ու որդի պայքարել ենք մեր երկուսի կյանքի համար, որովհետև երկուսիս կյանքն էլ դրված էր, ասենք, մեծ հարցականի տակ, եթե որոշեինք, որ Հակոբիկը պիտի ծնվի, ու նա ծնվեց։ Օրհնյալ եղերուքի շնորհացուրբ ու երթագի խաղաղություն։ Ես շատ էի ուզում հաճախել եկեղեցի, բայց մոտակա եկեղեցի չկար։ Սպասում էի այն օրվան, երբ որ եկեղեցին կկառուցվեր, եւ ես նույնպես կհաճախեի եկեղեցի։ Ինքը տան փոքրն է, բոլոր ուշադրությունն է եւ ամեն պահի ինքը անհրաժեշտություն է տան մեջ, այդպես ասեմ, հանկարծ չկա։ Ուր է Հակոբը եկեղեցում։ Իմ մայրական կողմը քահանաների ընտանիք է, գաղթած Վանից։ 7 եղբայր են եղել, ու 7-ն էլ քահանաներ են եղել։ Ինձ թվում է այդ կողմը աշխատել է ինչ որտեղ Հակոբի մոտ։ Հայրս բողոքում էր, որ մեր ընտանիքում որևէ մեկի մոտ հոգևոր կրթության, հոգևորականության հետ ձգտում չէր լինում, եւ այդպես տարիներն անցնում են եւ չէր լինում։ Մինչեւ Հակոբի ծնվելը։ Երբ եկեղեցին արդեն կանգուն էր, մայրիկիս խնդրեցի, որպեսզի նա ինձ տանի, եւ այդ օրվանից շուրջ 3 տարի ես արդեն հաճախում եմ եկեղեցի։ Ես երբ տեսնում էի փոքրիկները շապիկներով, մի տեսակ նախանձավորություն էր sense առաջանում, որ ես ուզում էի որդիներ լիներ այնտեղ։ Ու եկավ այդ օրը, որ Հակոբս էլ բարձրացավ խորը։ Մեծ ցանկություն ունի շարականները երգելու, անընդհատ պատարագների, արարողություններին մասնակցելու, հատկապես ժամերգության ժամանակ սաղմոսներ եւ քարոզները, այդ ամեն ինչ ինքը ներկայացնելու, կարդալու։ Հովատանը նստած ենք, կգա, կասի այս գործ անեմ դեր այր, ենթադրենք բացի Սուրբ Սեղանից ամբողջ եկեղեցու մաքրությունը կամ տարածք հետ կապված կարող է գալ ասել մաքրենք։ Ամեն ինչ կատարելու այդ արագության, ցանկության մեջ երբեմն նույնիսկ անուշադրությամբ կարող է ինչ-որ մի բան թափել կամ կոտրել։ Եվ եթե այդ պահին մենք տկարություն ենք հանդես բերում, նկատողություն ենք անում կամ ուրիշ առիթներով էլ այսպես նկատողություն ենք անում, երբեմն նաև բարկանում այսպես մի փոքր, անմիջապես աչքերը արցունքոտվում են, որը խոսում է նրա շատ բարի եւ փխրուն հոգի ունենալու մասին։ Հանուն հոր, եւ որդվո, եւ ոգվույն ծրփո, Եկեղեցի հաճախելուց հետո ինքը ավելի լրջացել է, ավելի իր մտածելակերպը մեծացել է։ Շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց հետ շփվել, զբոսնել, նրանք շատ անկեղծ են, անմիջական եւ պարզ։ Ընկերները ինձ համար շատ կարևոր մարդիկ են եւ իմ կարծիքով շատ չեն լինում, կարևոր չի, որ նրանք հաճախեն եկեղեցի, որպեսզի դառնան իմ ընկերը։ Ես շատ եմ սիրում եկեղեցին, բայց եկեղեցին ընդամենը իմ կյանքի մի մասն է, բացի եկեղեցուց ես հաճախում եմ սրբանկարչության, քանի որ ցանկանում եմ այն, ինչ որ սովորում եմ եկեղեցում, վերարտադրել թղթի վրա։
Երբ որ առաջին դասին Հակոբը եկավ, նա այնքան շատ հարցեր էր տալիս բոլորին եւ այժմ նրա աշխատանքներում երևում է արդյունքը։ Շատերն են ասում, որ ես հետաքրքրասեր եմ, շատ հարցեր եմ տալիս, տանել են տրտնջում այդ հարցի շուրջ, մայրիկս ասում է, որ ես մանկուց եմ այդպես, բայց ինձ թվում է, որ իմ հարցերը այդքան էլ շատ չեն։ Սրբանկարչության դասերին մենք անպայման շարականներ ենք միացնում եւ այդ հարցով զբաղվում է հիմնականում Հակոբը, այսինքն նա միշտ պատրաստական է բերել լավ շարականներ եւ երբեմն անգամ շարականների հետ նա էլ է երգում եւ դաս ավելի վառ է անցնում։ Կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ ունենալ ատլետիկ ֆիզիկական լավ տվյալներ եւ հասնել թե հաջողությունների սպորտում եւ թե հոգևոր կյանքում։ Չեմ սիրում մենամարտային սպորտեր, որտեղ մարդիկ միմյանց վնասում են, իսկ վոլեյբոլը դա հանգիստ եւ թեթև սպորտ է։ Այսեր փոխաչին մեջ և կարող զորություն օգնություն անձանց մերոց, իդյարն է խնդրեսով։ Ես որոշել եմ դառնամ հոգևորական, ընդ որում կուսակրոն։ Իմ որոշման մասին գիտեմ հոգևոր հովիվը, Տեր-Խորենը և ընտանիքիս անդամները։ Կարծում եմ, որ պիտի հասնի ու պիտի հաջողվի։ Շատ եմ ուզում, որ մեր երկրում տիրի խաղաղություն, ամեն քայլափոխին մարդիկ միմյանց ժպտան և մեկնածները վերադառնան։